Կրկին անցնենք Ռոբերտ Քոչարյանի թեմային, գործընկերներս այդ հարցը ուղղեցին, սակայն ինչպես պնդում են փաստաբանները Քոչարյանամերձ եւ առասարակ ընդդիմադիրները, սա քաղաքական հաշվեհարդար է։ Այս մասին դուք ինչ կասեք, նաեւ առաջիկայում նման աղմկահարույց ձերբակալությունների էլի սպասենք, թե ոչ։ Գիտեք, դա քաղաքական նախորդ այն որ 8 տարի այս փաստերը չեն հասցեագրվել, դա քաղաքական հաշվեհարդար է կառավարության նկատմամբ, կառավարող մեծամասնության նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ անձամբ իմ նկատմամբ։ Դա քաղաքական հաշվեհարդար է, մաֆիայի քաղաքական հաշվեհարդարն է մեր նկատմամբ հեղափոխության համար։ Այն որ այդ գործերը 8 տարի տենց սենց մեզ անընդհատ մոլորեցնելով ձգել են եւ ասել եմ այդտեղ ոչ միայն փողն է աշխատել, փողը աշխատելա մեկ ամեն անգամ ասել են, ահա, էսա բան կլինի, էսա բանը Կտրիչ Ներսյանը հեղափոխություն կանի, էսա էլով կար հեղափոխություն անողների տենց մեծ շարք կար էլի, հա էսա ուժեղ բանը, այն ինչ էր, Հայաստան դաշինքն է ուսապարկերը արդեն հակել են, էսա բան չմնացա, սպասեք, մտնում են Երևան։ Եվ այլն, անընդհատ այս մթնոլորտով, փողով, մաֆիոզ կապերով այս արդարության եւ արդարադատության հաստատումը հետաձգել են։ Դա հաշվեհարդար է իմ նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, դա հաշվեհարդար է հեղափոխության նկատմամբ, դա հաշվեհարդար է պետության նկատմամբ, դա հաշվեհարդար է բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել են հեղափոխությանը եւ արել են հեղափոխություն։ 45 վայրկյան ունենք, մի հատ էլ հարց կարան տան։ Այո, իհարկե։ Դա անկախ իրանց համար աշխատել են։ Անկախ իրանց համար աշխատել են։ Բայց այդ անկախությունը ո՞նց են օգտագործել։ Կարող է Քոչարյանից, Ծառուկյանից, Սարգսյանից փողեր առնելիս են եղել, մեր վրա էլ խաբար չի եղել։ Պետք է գնանք հատ-հատ ունեցվածքները նայենք։ Հատ-հատ։ Կարող այսօր էլ կան մարդիկ, որ աշխատում են։ Զանգում են, ով է քշերվա կեսին կամ չգիտեմ նախորդ օրը կամ չգիտեմ, զանգում Ռոբերտ Քոչարյանն է ասում, որ գիտես ինչ գալու են ձեր տուն խոզակցության։ Պետք է բռնել, հա? Ինչ հայտարարեցին։ Ինչ եմ հայտարարում։ Ինչ եմ։ Ասել եմ պետք է նստեն, հիմա եմ ասում պետք է նստեն։ Ինչ։ Ինչի՞ դիմա։ Ես 8 տարի ասում եմ պետք է նստեն, ինչի՞ չի։ Խեն ձեռով գրել, թող մի հատ տանեն, բան բարձր որակի պրինտ անեն, իրաց տան գլխին հագցնեն։ Ես 8 տարի ասում եմ, դա ես նորություն եմ ասում։ Կամ 2026 թվականին 8 տարվանը չեն հիշում, 2026 թվականի հունիսի 7-ին հայտարարել եմ դրա մասին։ Դարպասին գրեին։ Գտնելու ենք այդ ուտեշկա տվողներին, եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչա տեղի ունենալու։